Աստվածային իմաստությունը անխառն իմաստություն է, մաքուր, անաղարտ իմաստություն է, հոգևոր իմաստություն է։ Հակոբոս առաքյալը երկու իմաստությունների մասին է խոսում. հոգևոր իմաստության և մարմնավոր աշխարհիկ իմաստության։ Աշխարհում շատեր իմաստ ունեն։ Աշխարհում իմաստուն լինել ինչ է նշանակում։ Իմաստությամբ աշխարհային գործերը կարգավորելը։ Աշխատանք, ընտանիք, պաշտոն, կյանքի բազմաթիվ այլ հանգամանքներ, այստեղ էլ է իմաստություն պետք։ Մարդը կարող է աշխարհում հաջողակ լինել, այսինքն կարողանում է ընտանիքում բարի հաջողակ հայր լինել, միջավայրում լավ ղեկավար լինել, լավ քաղաքացի լինել հայրենիքի համար, իր աշխարհի կարևոր ամեն ինչ կարգավորել, բայց աստվածային տեսանկյունից դա դեռ արտաքին երևույթ է, կա ներքին հոգևոր կյանք։ Այդ բոլորը կարգավորելով հանդերձ մարդը կարող է երջանիկ չլինել։ Լավ ընտանիքի նվիրված հայր լինել, լավ ղեկավար լինել, լավ պաշտոն ունենալ, լավ քաղաքացի լինել հայրենիքի համար, բայց ինքն իր հոգում, իր մտքում, իր սրտում դեռևս չունենա երջանկություն։ Ինչպես երբեմն պատահում, աշխարհում ամեն հաջողություն ունեն, բայց ներսից աղոթող չեն, աստվածապաշտ չեն, այսինքն անում են ամեն ինչ աշխարհի համար, բայց հոգու համար խաղաղություն չունեն։ Հիմա հոգևոր խաղաղությունն ու կայությունը մեծ իմաստություն է պահանջում։ Անհրաժեշտ է աղոթք, խոստովանություն, ապաշխարություն, սուրբ հաղորդություն և եկեղեցու կարգ ու կանոնով, ավետարանի ընթերցանություն, պատվիրանապահություն, այս բոլոր ներքին հոգևոր կյանքն են ապահովում։ Հիմա յուրաքանչյուր քրիստոնյա իր հոգու մեջ, իր սրտի մեջ ձգտում է, փափագում է ավելին ունենալ, ուզում է, ինչու, որտեղ դա կատարելության ներքին ձգտում է, մարդու մեջ պետք է կատարելության ձգտում լինի, որտեղ հավիտենական կյանքում էլ այդ կատարելության ձգտումը չի դադարելու, բայց միջոցները հավիտենականության հասնելու լրիվ տարբերվում են։ Օրինակ, մեր Տերն ասում է. եղեք գթած, ինչպես որ ձեր եկնավոր հայրն է գթած։ Ներեք միմյանց հանցանքները, որպեսզի ձեր հայրն էլ ձեզ ների։ Օրինակ, կատարելության մի միջոց, ճանապարհ դեպի երկինք հասնելու։ Ներողամտություն։ Դու ուզում ես, որ հոգին ապրի, ուզում ես, որ Աստված քեզ ների, ուրեմն դու էլի սրտե ների մյուսներին։ Հստակ գործնական միջոց կատարելության հասնելու։ Ներողամտություն։ Մեր Տերը նաև ավետարանում ասում է. այն մեկը ավելի արդարացած գնաց տուն, ինչ է, մաքսավորի մասին չի ասում, իսկ փարիսեցու մասին ասում է, նա մտավ տաճար, բայց չարդարացավ, պատվիրանները պահելով մտավ տաճար, բայց չարդարացավ, արդար մտավ, մեղավոր դուրս եկավ, նա մեղավոր մտավ, արդար դուրս եկավ։ Երկրորդ ճանապարհը որն է, խոնարհություն։ Եթե մենք ուզում ենք հասնել խաղաղության, պիտի խոնարհվենք Տիրոջ առջև, մեր մեղավորությունը զգանք, իհարկե սա էլ իմաստություն է պահանջում, իրական գիտակցություն, մեղքի գիտակցություն, մեր մեղավորությունը զգանք, Աստծո առջև խոնարհվենք, Աստված ներիր ինձ մեղավորիս, անկեղծ զղջանք, արտասուքով ներողություն խնդրենք Աստծուց և խնդրենք, որ Աստված մեզ ների, որտեղ մենք էլ ենք ներում, Հայր մերում ինչ է ասում, ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, եթե մենք ներում ենք, Աստծուց ներում ենք ստանում։ Եվ այս բոլորը կապահով է մեր հոգևոր աճը, մեր ներքին խաղաղությունը։
արտաքին աշխարհում իմաստությունը պետք է որ բարի խաղաղ կյանք մենք վարենք, նաև Աստծո պատվիրանները պահենք, մեր պարտականությունները կատարենք, որտեղ յուրաքանչյուր մարդ պարտականություն ունի, պարտավորվածություն ունի ընտանիքում, հասարակության մեջ, հայրենիքի հանդեպ, եկեղեցու հանդեպ։ Այս բոլոր պարտավորությունները արտաքին մենք կատարելով ապահովում ենք մեր խաղաղությունը, բարոր ապահով կյանքը հասարակության մեջ, բայց պետք է մտնենք ներս նաև, որ մեր հոգու իրական խաղաղություն, որտեղ այդ ամբողջ անիմաստ կլինի, եթե մենք մեր հոգու խաղաղությունը չենք գտել, եթե մենք երջանիկ չենք, ուրեմն այդ ամենը անիմաստ է։ Այս երկու իմաստությունները մենք պետք է ունենանք արտաքին աշխարհում ճիշտ ապրելու իմաստություն եւ ներսում Աստված ճանաչողության իմաստություն։ Եվ երբեք չպետք է շփոթենք այս բոլոր։ Օրինակ առաջին դարում կամ մինչև երրորդ դարը քրիստոնյաները հալածվել են, արտաքին աշխարհում չեն ունեցել հաջողություն, հա, միշտ հալածվել են, միշտ նախատվել են, չարչարվել են, սպանվել են, հա, բայց ներքին խոր իմաստություն են ունեցել, երջանկություն են ունեցել եւ իրենք ապրել են այս երջանկությամբ, գիտեք շատ դժվար է արտաքինում նեղություն ու հալածանք ունենալ, ապրել միայն ներսի ուրախությամբ, ներքին ուրախությամբ, ներքին երջանկությամբ, սա իրապես մոտ է երկնքի արքայության, հավիտենական կյանքին։ Դրա համար է մեր Տերն ասում. «Եղանի նրանց, ովքեր հալածում են հանուն Աստծո, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը»։ Այսինքն նրանք ապրում են միայն երկնքի արքայության համար, ոչ թե աշխարհի հալածանքների մեջ ինչ ապրես։ Չեն ապրում հալածանքներով, ապրում են հալածանքների արդյունքում ձեռք բերված երկնքի արքայության։ Ամեն։